Ողջույն հարազատներս, մեր հանդիպումները շարունակվում են ու ես շատ հետաքրքիր թեմաներ ունեմ, որոնց հետ ուզում եմ կիսվել ձեզ հետ և ծանոթացնել ձեզ ավելի խորը գիտելիքներ և տեղեկություններ տալու այն ամենի, ինչը որ մեր իրականությունում շրջապատում է մեզ, ինչի հետ մենք կոնտակտի մեջ ենք։ Այսօր ուզում եմ ձեզ սիրով ծանոթացնել ոսկու մոգական բաղկացուցիչի մասին, որպեսզի միասին հասկանանք ինչ ուժ է իր մեջ պարունակում ոսկին։ Լավ գիտենք, ոսկին և վալյուտա է, և թալիսման, և զարդ, համարյա թե բոլորը ունեն ոսկի, միայն թե պետք է հասկանանք առաջին հերթին նախ քարերը, որոնք կան ոսկու վրա, չնայած ոչ բոլոր զարդերը քար ունեն, համարյա թե մենք ամեն օր կրում ենք ոսկյա զարդեր առանց հասկանալու նրանց նշանակության մասին, դա կլինի ականջող, կալցով, վզնոց, մատանի, դրա համար չենք էլ նկատում, թե ինչքան շատ ենք կոնտակտի մեջ մտած ոսկու հետ։ Հիմա եկեք միասին հասկանանք ինչ մետաղ է ֆակտով ոսկին և ինչքան քիչ բան գիտենք այդ մետաղի մասին։ Մաքսիմում գիտենք թուրքական պրոբի մասին 573 կամ 575 և քիչ մարդ գիտի շվեյցարական ֆինաժի մասին և այսքանով համարյա թե ավարտվում է մարդկանց ճանաչումը ոսկու մասին։ Իսկ ինչ մետաղի հետ ինչ քար կարելի է օգտագործել և արդյոք տեղին է այս կամ այն քարի և ոսկու միասին լինելը, սրան հաճախ ուշադրություն չենք դարձնում և յուվելիրների խանութներում շատ են ոչ կիրթ մոտեցումները այս հարցում ոսկու և քարի։ Այդ մետաղի էներգիան հանգեցնում է քարի հատկությունները։ Եթե ուզում եք ունենալ աշխատող զարդ, որը և քար և ոսկու զարդարանքի մի մասը դարձնելուց առաջ պիտի շատ լավ մտածենք։ Ոսկին շատ հզոր էներգիա ունի և կոտրում է նույնիսկ քարի ազդեցությունը, նշանակությունը մեր կյանքում։ Ոչ բոլոր քարերն են համապատասխանում ոսկուն։ Այդ դեպքում բնական միներալները լավ աշխատում են, ասեմ, արծաթի հետ։ Ուղղակի զարդը գնելուց առաջ նախ պիտի հասկանանք՝ մենք զարդ ենք ուզում, թե թալիսման որպես մեզ պաշտպանող։ Իսկ ամենալավ թալիսմանները պատրաստվում են արծաթից։ Առաջինը ինչ պիտի իմանանք այս մետաղի մասին։ Երբ հալեցնում են այս մետաղը, նա չի կորցնում իր մոգական հատկությունները։ Օրինակ, առաջի ամուսնությունից մեզ որևէ զարդ է մնացել, կալցո, այլ ոսկյա զարդեր և ուզում ենք ազատվել դրանից, ձուլում ենք ինչ-որ նոր բան ստանալու համար։ Հիմա հիշեք, որ ձեր անհաջող ամուսնության էներգիան կրում եք արդեն նոր զարդի հետ։ Նա անցնում է նոր զարդին, չի ոչնչանում և շարունակում է այդ էներգետիկան ապրել նոր զարդի հետ, թեկուզ հալեցնելուց հետո։ Դրա համար էլ դեֆորմացիա կամ որևէ գործողությունից հետո իր բնույթը կամ էներգիան չի փոխում ոսկին, սա իմացեք։ Երկրորդ պահը, մետաղը ուժեղ ուղեկցորդ է հանդիսանում, ինչպես։ Նաև նախկին տիրոջ էներգիան և գումարած ձերը, դրան մետաղն արդեն ունի նաև իր բյուրեղային ցանցը, որով փոխանցվում է այն բոլոր ինֆորմացիաները, որը ներդրվել կամ հավաքվել է իր մեջ։ Եվ երրորդ, էզոթերիկ պահը, որը շատերիդ համար գուցե բացահայտում լինի։ Ոսկին հիշում է իր առաջին տիրոջը և այստեղ պետք է լավ մտածենք կամ հիշենք այն ճակատագիրը, որը ունեցել է ձեր տատիկը կամ տատիկի տատիկը մինչև նվերի ընդունումը, որպեսզի հասկանանք տոհմից եկող ինչ ինֆորմացիա ենք մենք ընդունում, լինում է լավն է, հաջողակ ամուսնություն է և այլ մնացած նմանատիպ բաներ, բայց հաճախ ոչ լավն են և ստիպված պիտի ազնիվ հասկանանք, ինչի կհանդիպենք մենք այդ ոսկյա զարդը ունենալով։ Ոսկու պրինցիպներից մեկը գիտենք, որ նա կոռոզիայի չի ենթարկվում։
Պիտի նախ հասկանանք պրոբը ոսկու 58.3% է, 58.5% է և դա պիտի հասկանանք, որ ոսկու տոկոսն է զարդի մեջ, իսկ մնացած մասը խառնուրդ է։ Ամենալավը համարվում է սպիտակ ոսկին, որի բաղադրությունը նիկելն է, արծաթը և պոլադը, որ այս երեքի միացությունից էլ ստանում ենք ազնիվ սպիտակ մետաղը, իսկ շեկ մետաղի մեջ մտնում է մեդը, դրա համար էլ շեկ ցիգանսկի ոսկու սիրահարները կամ եվրոպական կարող են տխրել, որովհետև այնտեղ արդեն ոսկու տոկոսը շատ քիչ է, քան սպիտակինը, իսկ սպիտակ ոսկին հզոր էներգետիկայի ազդեցություն ունի մարդու էներգետիկ համակարգի վրա։ Եվ այստեղ էլ նայես, թե մարդը ինչ է նախընտրում։ Ամենալավ էներգետիկ կոռեկտորը մարդու համար դա ոսկին արծաթի հետ զուլվածքն է։ Սրա մասին շատ լավ իմանում են տիբեթական մանախները և շատ իրենց ատրիբուտիկները հատուկ դաոսական պրակտիկաների ժամանակ ոսկու և արծաթից ձուլվածքներն են։ Իդեալական համընկնում են մարդու էներգոդաշտի հետ։ Իսկ հիմա փառք Աստծո կարող ենք ոսկերիչների մոտ հատուկ զակաց տալ նման զարդեր։ Հիմա ինչ մարդկանց է սիրում ոսկին և չի սիրում, ծանոթանանք դրա հետ։ Ոսկին կողմնորոշված է ավելի սոցիումով, ավելի ակտիվ մարդկանց, սիրում է առատաձեռն, գործնական, ակտիվ, ստեղծագործող մարդկանց։ Եթե մարդը իրեն չի տալիս ամբողջությամբ սոցիումին, աշխատանքին, ինչ-որ սոցիալական մեծ ծրագրերի, կոպիտ ասած վառվի սոցիումի համար, կարող է նաև նույնիսկ այդ նմանատիպ մարդկանց մոտ ոսկին մթնել կամ կորցնել, իսկ մտնելու տակ նաև մտնում է ինչ-որ բանով ասած, վրայից ոնց որ ինչ-որ շերտ քաշած լինի, չնայած կարող է նաև այդ պարագայում նեգատիվ ազդեցության ցուցիչ էլ լինի մետաղի մտնելը։ Եվ այսպես ասած, երբ մարդն ապրում է իր հաշվին և օգտագործում է իր դրամական միջոցները, երբ ինքը աշխատում է, ունենում է իր սեփական ծրագրերը, մի խոսքով ասած, որ ծառայում է մնացած մարդկանց, ոսկին միշտ կաջակցի նման մարդկանց։ Այսինքն այն մարդիկ, որոնք ապրում են միայն իրենց նպատակի, շահի, եկամուտի փակ են մնացածի համար, ոսկին նմանատիպ մարդկանց համար չի աշխատում։ Իսկ այն մարդիկ, որոնք պատրաստ են աջակցելու, հասնելու, ծառայելու, որևէ օգնություն ցույց տալու, կունենան միշտ ուժ, էներգիա, հզորություն և յուրաքանչյուր պահ ոսկին արդեն թրծվում է, ասես այդ աշխատանքի մեջ։ Ոսկե շղթան, ոսկյա կուլոնի հետ կարող են կրել այն մարդիկ, ովքեր սիրտ անոթային համակարգի հետ խնդիրներ ունեն, հատկապես սրտի։ Շղթան հաստատ պիտի իջնի կուլոնի հետ սրտի մակարդակին, անահատա չակրայի մոտ, որովհետև արդեն ինքը պաշտպանիչ կհանդիսանա մարդու համար, հավասարացնի էմոցիոնալ և հուզական ֆոնը, մարդը դառնում է ավելի հանգիստ, վստահ, վերլուծող, ուշադիր, իսկ կարծում ցանկալի է կրեն գործնական մարդիկ։ Այս մարդկանց գործարքներում հաջողություններ կբերի, գործնական հարցազրույցներում, փաստաթղթերի ստորագրության ժամանակ, երբ խոսքը հատկապես գնում է մեծ գումարների մասին։ Թևնոցն էլ կարգավորում է ճնշումը, առողջությունը կրողի հաստակի վրա, որովհետև մեծ քանակությամբ նյարդային համակարգի վերջույթներ կան, որը թևնոց կրող մարդուն երկար ժամանակ կպահպանի առողջությունը, և թևնոց կրելը հատկապես օգտակար է այն մարդկանց համար, որոնք ընդհանրապես ոսկի չեն կրում։ Կարող եք նաև օգտագործել ոսկյա ջուրը, որովհետև օրգանիզմը այդ էլեմենտի կարիք ունի և օրգանիզմում տեղի ունեցող շատ քիմիական ռեակցիաներին իր մասնակցությունը ոսկու նաև կա և կարևորությունը կա։ Ինչպես սարքել ոսկյա ջուր։ Մեզ պետք է ոսկյա ձուլակտոր, մաքսիմալ քիչ խառնուրդով,
Մոգության մեջ շատ են օգտագործում ոսկին, ոսկե ձուլակտորներ, բանկից կարող ենք յուրաքանչյուրս ձեռք բերել, այնտեղ շատ բարձր է տոկոսը, 90.9% է, շատ փափուկ է, որը նույնիսկ 2 մատով կարող ենք սեղմել, պլաստիկի նման փափուկ են, կարող ենք դնել գրաֆինի մեջ և 1 օր կարող է մնալ, դրանից հետո խմենք։ Լավ կլինի օգտագործենք հատկապես երբ ունենք ստամոքսաղիքային սիստեմի հետ խնդիր, լյարդի, լեղուղիների, սրտամկանային միոկարդիտի, երբ մարդը ինֆարկտ է տարել, անոթների անվստահություն ունի, ցանկալի է նաև այս ջուրը խմել ձմռանը, նույնիսկ առողջ մարդկանց, որը ներքին էներգիայի մեծ աղբյուր է հանդիսանալու, իսկ հիմա անդրադառնամ նրան, որ ոսկին մքանում է, ասես քրտինքով ծածկված լինի։ Առաջին հերթին այդ մետաղը նշանակում է չի համապատասխանում ձեզ, կամ շատ պատճառներ կան դրա համար, իսկ ամենաշատը կապված է մարդու առողջության համար։ Երկրորդը նշանակում է, որ էներգետիկ հարձակում է եղել ձեզ վրա, և ոսկին ձեզ հուշում է, եթե մինչև այդ դուք կրել եք, ամեն ինչ նորմալ է եղել, և հետո մի պահ տեսել եք, որ մքացել է, գույնը փոխել է, արդեն պիտի հասկանաք, որ էներգետիկ պլանում հարված եք ունեցել և ինքը փոխել է իր գույնը։ Հիմա խոսեմ ոսկու վերաբերմունքը մատերի վրա։ Ճկույթի վրա երբ դրվում է, սրվում է մտավոր գործունեությունները և այն մարդիկ, որոնք աշխատում են մտքի, մտածողության հետ, որպեսզի միշտ թարմ ուղեղով կարողանան աշխատել, կունենան նաև լավ իմունիտետ, լավ կլինի կրեն ճկույթին ոսկյա մատանի։ Մատնե մատին արդեն այստեղ կա նյարդային վերջավորության կետեր, որը կարողանում է ազդել մարդու էմոցիոնալ դաշտի վրա։ Ինչու են նշանադրության մատանիները կրում այս մատին, որովհետև կա մի փունջ նյարդային վերջույթներ, որոնք ազդում են մարդու սրտամկանի աշխատանքի վրա, և կալցոն կրելով հասկանում ենք, որ դիմացինը արդեն իսկ այդ կալցոն մատին ունենալով նշանակում է, որ փակ է մնացածի համար, կամ զբաղված է արդեն իր զգացմունքների և սրտի հետ կապված հարցերով։ Միջնամատը ստամոքսաղիքային համակարգն է, և այս մատի վրա արդեն իր ներգործությունը աղիքային տրակտի աշխատանքի, ստամոքսի, լեղուղու աշխատանքի, փայծաղի, ստամոքսաղիքային գեղձի աշխատանքների վրա։ Հիշեք, եթե ունեք խնդիր, հագնում եք այդ մատին, կամ էլ եթե հագնելուց հետո առաջանում է, նշանակում է կան կետեր, որտեղ մասաժի նման տրորվում են և խնդիրներ առաջացնում, այդ դեպքում արդեն պիտի հանեք։ Ցուցամատին կրում են այն մարդիկ, ովքեր ուզում են սոցիումում իշխել։ Ասում են, որ այս մատը Յուպիտերի մատն է, որը մատը տնկած ցուցումներ է տալիս, ոնց ապրի դիմացինը, ինչպես ղեկավարներն են, մատները տնկած հանձնարարություններ տալիս մնացածին։ Յուպիտերը ընդհանրապես հեղինակավոր մարդկանց ցուցիչն է։ Սա նեյրոնային ակտիվություն է տալիս մարդուն, որ ավելի ակտիվ լինի սոցիումում և կարևոր մարդ դառնա մնացածի համար, ավտորիտար մարդ, որին կլսեն մնացածը։ Մեծ մատին, բութ մատին, հիշեք, ընդհանրապես մատանի չենք դնում, որովհետև այստեղ կան նյարդային վերջույթներ, որոնք զարդերի հարաբերություններից կարող ենք վնասել մեր առողջությանը։ Ոսկու հետ լավ ընկերանում է ռուբինը, տոպազը թանկարժեք իմպերիալ, ադամանտը, սափֆիրը, չնայած որ արծաթի հետ էլ լավ ընկերանում է, ցերկոնը ոսկին լավ ընդունում է, նեֆրիտին նաև, չնայած որ ինքը բուժող քար է և ավելի լավ է արծաթի հետ լինի։ Բայց նեֆրիտի էներգիան լավ կոնտակտի մեջ է մտնում ոսկու հետ, մնացած բոլոր թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերը ավելի լավ կլինի արծաթի հետ, և քարերը ավելի լավ կաշխատեն, քանի որ արծաթը չի փակի քարերի էներգետիկ դաշտը, ինչպես ոսկին։
Եթե ուզում եք ոսկի կրել, արեք գիտակցված։ Նաև ասեմ Լոմբարդից էժան ոսկի ձեռք բերելու մասին։ Ոչ մի դեպքում մի գնեք այնտեղից ոսկի։ Ոչ մի անգամ չեք էլ կարող գլխի ընկնել, թե մարդն ինչ պատճառով է այնտեղ հայտնվել, տվել է խիտ ֆինանսական կարիքներից ելնելով, կամ էլ գումարը պետք է եղել ծանր հիվանդության բուժման համար, կամ որևէ ծանր ընտանեկան կյանքի խնդիրներից ելնելով։ Պիտի հասկանանք, որ լավ իրերը լավ կյանքից չէ, որ հայտնվում են Լոմբարդում կամ բանկում։ Դրա համար գեղեցիկ, թանկարժեք իր այդ ճանապարհներով ձեռք բերելուց առաջ մտածեք, որովհետև իսկական պատճառը չենք գտնի։ Լավ կլինի գնեք նորը կամ էլ հատուկ ձեզ համար պատվեր տվեք ձեր ոսկերիչին, եթե դրա հնարավորությունը ունեք, եւ նաեւ ոչ մեկի մի տվեք կրելու կամ հագնելու թեկուզ մի պահ ձեր ոսկյա զարդերը։ Այդ ձևով դուք ոսկու հետ ձեր էներգիայի մի մասն եք փոխանցում ուրիշին, իսկ իրենից վերցնում նրա խնդիրների մի մասը։ Եթե տալիս եք, գոնե ձեռքից ձեռք մի փոխանցեք, այլ դրեք որևէ թեկուզ փաթյա իրի վրա, թող մյուսը վերցնի եւ նման կերպել ինքներդ հետ վերցրեք։ Ոսկին այնքան էլ անվտանգ չի, ուստի եղեք ուշադիր եւ կրեք հաճույքով։ Հիմա խոսեմ ժառանգություն ստանալու ժամանակ։ Նախ եւ առաջ պիտի լսեք տվողից կտակում եմ բառը առաջին հերթին։ Սա պարտադիր պայման է։ Երբ մարդ ասում է կտակում եմ, էզոթերիկ նուրբ պլանում էներգետիկան այդ զարդից նեգատիվը, որը կար, կամ հետագայում էր ընկել վրան, թուլանում եւ մաքրվում է, եթե իհարկե սրտանց իրը կտակում է, եւ միայն մահվանից 40 օր հետո աստիճանաբար պետք է այդ զարդը սովորեցնեք ձեզ, այսինքն մահվանից նույնիսկ 40 օր հետո անց նոր կրեք այդ զարդը, նախ պետք է լվանակ մաքրեք եւ կտակել բառից հետո, որը անպայման ինքնակամ պիտի արվի, այլ ոչ ստիպողաբար, սա էլ պարտադիր պայման է, Աստված չանի, որ ինչ որ մեկից ոսկի գողանաք, չեմ կարող ձեզ որևէ բանով ուրախացնել, երկար ժամանակ խնդիրներ կունենաք դուք եւ ձեր ընտանիքը, ոսկին գողանալ չի կարելի, որովհետև այս պլանում ինքը վրեժխնդիր մետաղ է եւ նա ձեզ կյանքում մեծ խոչընդոտներով կապահովի, եթե դա արել եք։ Իսկ եթե պատահաբար գտել եք ոսկի, այնտեղ կարող է երկակի նշանակություն ունենալ այս դեպքում, միգուցե չեն կորցրել, այլ ինչ որ նեգատիվ աշխատանք կա վրան արված, եթե օրինակ շղթա եք գտել, որի վրա չկա պոկվածի, կտրվածի հետ վերցնելուց առաջ մտածեք արժե կռանալ վերցնել, կամ էլ մեկ ուրիշի կալցոն կամ որևէ ոսկյա զարդ, հատկապես շատ հակակային գտածո է լողափներում, գտնելուց պիտի հասկանաք, որ շատ հաճախ առողջությանը վերաբերող խնդիրներ են լուծում այս միջոցով, կանխավճար անելով այդ ոսկու փոխարեն իրենց առողջության համար, էլ չեմ ասում, երբ խաչմերուկում է լինում կամ էլ գերեզմանոցի ճանապարհին։ Խորհուրդս ոչ մի դեպքում մի վերցրեք, չեմ կարծում, որ հարազատներս կաղքատանաք չվերցնելուց, կամ կհարստանաք դրանով, եւ չեք էլ կարծում, թե դրա օգուտից առավել ինչքան շատ խնդիրներ կառաջանա ձեզ մոտ, հատկապես ոսկյա կալցոները, հատկապես շատ է արվում կալցոների վրա միայնակության, ընտանեկան անհաջողությունների, շղթաներից ազատվելը, կուսակրոնության, պսակ, ինչպես ռուսներն են ասում, վենեց բես բրաչյա, այսինքն որոնց մոտ չի ստացվել ամուսնությունը, միայնակ են մնացել, այս կերպով ոնց որ կալցոն այն ով որ կվերցնի կվերցնի այդ անհաջողությունը եւ կտա իր հաջողությունը կփոխանցի նրան, նաեւ հատկապես անպտղության ժամանակ են անում կալցոնների վրա։ Այնպես որ հարազատներս այսքանն էի պատրաստել ձեզ համար այս հանդիպման ժամանակ,
որպեսզի մեր էլի ասեմ հաջորդ հանդիպումներին տեղյակ լինեք, բաժանորդագրվեք ալիքին և հետևեք մեր եթերներին։ Սիրով լավ մնացեք։